Այնինչ ցուցադրվեց անշուշտ հարգելով կանխավարկած անմեղության, անշուշտ հասկանալով եւ վերապահումով մոտենալով հնարավոր բոլոր ներկայացված փաստերին, որոնք դեռևս պիտի դատարանում քննվեն եւ իսկությանը, բայց մտահոգություն ունեմ եւ այս մտահոգությունը վերջին 5 տարիներին առնվազն ունեմ, որ հիբրիդային տեղեկատվական պատերազմի հետևում նաեւ բնականաբար շարունակաբար այլ երկրի ներգրավմամբ եւ կարծում եմ մենք բոլորս հասկանում ենք թե որ երկիրն է հնարավոր ջանքերը այդ ուղղությամբ իրագործում Ռուսաստանը իրենց իրագործման որոշակի նաեւ հեղաշրջման պլաններ պիտի որ մշակվեին չէր կարող լինել բացառապես տեղեկատվական պատերազմ պիտի դրա հետևում նաեւ շատ հստակ քայլեր գործադրվեին եւ օգտագործվեին նաեւ մարդիկ որոնք կարող են լինել եւ օլիգարխիկ շրջանակներից եւ բիզնես շրջանակներից եւ ցավոք պիտի նաեւ ասեմ որ գուցե կարող ենք ունենալ եւ ողջամիտ կասկածներ որ գուցե կրոնական շրջանակները եւս այստեղ ներգրաված են սա մեծ համար ինձ համար անձնապես սարսափելի ցավալի փաստ է որ նման կասկած մենք ընդհանրապես կարող ենք ունենալ բայց որևէ կերպ չենք կարող հերքել հատկապես ձայնագրությունները որ երեք հրապարակվեցին նորից եմ շեշտում անմեղության կարգավարկածը որևէ կերպ չեմ ուզում խախտել, բայց քանի որ փաստաբանը եւս չի հերքում ձայնագրության իսկությունը, այսինքն որ արհեստական բանականությամբ չէ ստեղծված, ըստ էության ես մասնագետների հետ էլ բազմիցս խոսեցի ու ամենայն դեպս սրա մասնագետները հիմնականում շեշտում են, որ անգլերեն հնարավոր է որակյալ նման ձայնագրություններ ստանալ, բայց հայերեն դեռևս այս որակի թերևս հնարավոր չէ, բայց այն համատեքստը, այն բառամթերքը, որ կիրառվում էր այդ ձայնագրություններում չափազանց մտահոգիչ է եւ հենց այդտեղ է որ ակնհայտ է որ ոչ թե միայն իշխանության դեմ է, այլ պետության դեմ, հա, այսինքն ստեղծել քաոս, ստեղծել անկառավարելի իրավիճակ, սրանք մեջբերումներ են այդ ձայնագրություններից եւ որոնց մասով այո, տպավորություն ունեմ, որ պայքար է ոչ պարզապես իշխանության այլ հենց պետության դեմ, ընդ որում եթե այս պայքարում որով է ներգրավվածություն, աջակցություն է ունենում որևէ այլ պետություն, արդեն միանշանակ այդտեղ կարող ենք խոսել պետության դեմ պայքարի մասին։ Հատկապես երեք ադրբեջանական մամուլը այդ առումով եւ սոցիալական ցանցերը, որտեղ սոցիալական ցանցերը այս տեսանկյունից շատ ավելի կարեւոր ցուցիչ են։ Մամուլը շատ լուրջ վերահսկողության ներքո է, իսկ սոցիալական ցանցերը այդ առումով գոնե ինչ որ որոշակի ազատություն, հա, չասենք իրականում լիակատար ազատություն, բայց որոշակի անսահմանափակ ինչ որ գործողություններ անելու հնարավորություն ունենում են։ Ցնծում էին ուղղակի, հա, այսինքն ցնծում էին, որ Հայաստանում հնարավոր է նման պլան իրականացնել, ընդհանրապես հեղաշրջման որևէ գործողություն իրականացնել։ Երկրորդ կարևոր բանը, որ կարծում եմ, որ իրենք եւս շատ շահագրգիռ են այստեղ, որ Հայաստանը դառնա այդպես հերթական անգամ մտնի ռուսական ծիրին մեջ, որովհետեւ այն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը պարբերաբար եւ նաեւ տեղում այստեղի շատ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ պնդում են, որ Սյունիքի միջանցքի կամ այսպես ասած, հա, այնինչ Ադրբեջանի բառամթերքն է Զանգեզուրի միջանցք կոչվածի լուծումը կամ ապա շրջափակման ծրագիրը պետք է իրականացվի նոյեմբերի 9-ի ծրագրով։ Այսինքն սա նաև Ադրբեջանի, այսինքն սա միայն ռուսական պնդումները չեն։ Այս առումով իրենք շատ նույնական են եւ Ալիևի եւ Զախարովա Լավրով Պուտին բառամթերքը այս առումով ուղղակի նույնական է։ Այս առումով են իրենց շատ շահագրգիռ է, որ Հայաստանը մտնի ռուսական ծիր եւ այս խնդիրը վերջապես այդ նոյեմբերի 9-ի տարբերակով լուծվի, որովհետեւ իրենց գլուխ ուղղակի կազատվի որևէ ռազմական, որովհետեւ իրենք էլ բնականաբար ռազմական գործողություն իրականացնել է եւ քաղաքական եւ ֆինանսական լուրջ ահռելի ծախս է, պատասխանատվություն է եւ դրա տակից պետք է կարողանան քաղաքական առումով դուրս գալ։ Եվս մեկ պատճառ, որ այո իրենք ցանկանում են այստեղ իշխանություն փոխել,
Սա արդեն շատ այդպես վերջին տարիների կամ առնվազն վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական տարբեր համաժողովների ընթացքում տարբեր կողմերից եւ հիմնականում ադրբեջանական պատվիրակությունների կողմից հնչեցված արտահայտություններն են փորձագիտական շրջանակների հետ հանդիպումների արդյունքում ձևավորված տպավորությունն է, որ իրենք իրականում շատ ուզում են, որ իշխանություն փոխվի։ Ինչու՞։ Որովհետև մեր հասարակական ընկալումը, ներհայաստանյան ընկալումը ճիշտ հակառակն է, որ այս իշխանությունը լիովին իրենց ձեռնտու է, որովհետև ինչ հնարավոր զիջում հնարավոր է արվում է, ընդ որում էս մասով էլ շատ զիջումներ կան, որոնց մասով ես շատ քննադատաբար եմ մոտենում, հատկապես փաստաթղթումներ առելը հայցերից հետ քաշման եւ Եվրամիության դիտորդների հետ քաշման հարցը եւ այլն, բայց իրենց համար շատ ավելի կարճաժամկետ լուծում կարող է լինել այն, որ Հայաստանը ունենա շատ ավելի ռևանշիստ եւ շատ ավելի ռադիկալ բառամթերք ունեցող իշխանություն, որ իրենց շատ արագ կտա հնարավորություն ուղղակի ռազմական գործողություն անելու, որի համար իրենք իսկապես անընդհատ ստեղծում են, սադրում են որոշակի այդպես առիթներ եւ այդ առիթը ըստ էության չի տրվում իրենց միանշանակ շատ ավելի լայն է իրենց այսպես ասած ռազմավարությունը եւ երկու ստեկ, այսինքն եւ գործողությունների պլանը ռազմավարական առումով եւ խոսույթների նույնական մոտեցում, այսինքն եւ այդ նարատիվները, որոնք տարածում են։ Մենք իրան բոլորովին, միայն Սյունիքի Միջանցքը չէ, Սյունիքի Միջանցքը այն մի հատվածն է, ընդ որում Սյունիքի Միջանցքը նաեւ, այսինքն մենք նորից կրկնում ենք ըստ էության իրենց բառամթերքը, ապա շրջափակման ծրագիրը կամ խաղաղության խաչմերուկի ծրագիրը շատ ավելի լայն համատեքստն է, այսինքն իրենց ընկալմամբ, Ադրբեջանի ընկալմամբ պատմական արդարության վերականգնման այդպես պլանն է, որը իրենց բառամթերք օգտագործենք, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան մեծ հաշվով տարածքային նկրտումներ եւ զավթողական ռազմավարություն է, որը նույնականն է ռուսական Ուկրաինայի վերաբերյալ, հա, այսինքն երբ էլի նույն տեղավորում են այսպես ասած պատմական արդարության վերականգնման համատեքստում, հա, որ իրենց պատմական հողերն են պետք է վերադարձնել եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ նույնական են ոչ թե իրենց խոսույթներ, այսինքն խոսույթների մասով Հայաստանի մասով նույնական են, օրինակ նույն դիտորդների սահմանին չլինելու հանգամանքը, որ դիտորդները այստեղ հետախուզություն են անում եւ այլ, այս առումով են լրիվ նույնական, Միջանցքի մասով են լրիվ նույնական, բայց կան խոսույթներ, որոնք նույնական են եւ Հայաստանի կիրառվող Ալիևի կողմից եւ Պուտինի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող։ Երկրորդ կարևոր նույնական խոսույթը, որ կիրառում են Պուտինը Ուկրաինայի դեպքում, Ալիևը Հայաստանի դեպքում, դա դեմիլիտարիզացիան է եւ դենացիֆիկացիան։ Սրանք շատ ավելի վտանգավոր են, որովհետեւ եթե դենացիֆիկացիան ինչու է հիմնականում իր համար առաջնային, այսպես ասած, խոսույթ, ինչ է դենացիֆիկացիան, երբ Ալիևը ամենօրյա ռեժիմով 2 օր առաջ եւս այդ հայտարարությունը արեց, որ Հայաստանը հանցագործ պետություն է, իրականացրել է ագրեսիա, օկուպացիա տարիների եւ իհարկե ցեղասպանություն, այսինքն Հայաստանը եւ հիմա ամբողջ դատական process-ը Բաքվում իրականացվող ռազմագերիների եւ Արցախի քաղաքական եւ քաղաքարազմական ղեկավարության ամբողջությամբ այս ծիրի մեջ է, հա, այսինքն ստեղծել կեղծ փաստարկներ, դատական կեղծ, այսպես ասած, ամբողջական համատեքստ, իրավական նաեւ հենք, ցույց տալու, որ Հայաստանը ռազմական հանցագործ է եւ օկուպանտ է եւ ցեղասպան, որը նաև հետագայում իրեն հնարավորություն կտա աշխարհին արգելելու մեզ որևէ կերպ զենք վաճառել, այսինքն հիմնական այդպես ռազմավարությունը իր երկարաժամկետ իհարկե դա է, որ հնարավորինս հանրության, միջազգային հանրության շրջանում ամրապնդի այդ նարատիվը, որ Հայաստանը հանցագործ պետություն է, որին պետք է արգելել զենք ունենալ։
մոտավոր այն, ինչ արվել է նացիստական Գերմանիայի նկատմամբ եւ նույնը ուղղակի նույնությամբ կիրառում է Պուտինը Ուկրաինայի նկատմամբ։ Այս երկու նարատիվների նույնական միմյանց կողք դնելը չափազանց կարևոր է, որը նաև ես միջազգային հարթակներում եմ անում, որովհետև եվրոպացի, հատկապես եվրոպական համայնքում, հատկապես եվրոպական ընկալումների եւ Ռուսաստանը որպես բավական լուրջ ագրեսոր ընկալման համատեքստում շատ ավելի լավ են հասկանում ինչ վտանգավոր է Ալիևը, որովհետև երբ Ալիևին առանձին ես քննադատում, երբ Ալիևին ուղղակի առանձին զուտ Հայաստանին նկատմամբ ագրեսոր ես դիտարկում եւ այլ, իրենց համար դա այդպես շատ լոկալ խնդիր է դիտարկվում եւ որը տպավորություն է, որ այո, կարող են կառավարել, կարող են ինչ-որ ժամանակ լուծել կամ չլուծել, ինչպես եղավ 23 թվականին ամբողջ Արցախի էթնիկ զտման գործողությամբ, բայց ոչինչ, դե համենայն դեպս չի ավելի ընդլայնվի, բայց երբ դու ցույց է տալիս, որ այս երկու դիկտատորները ըստ էության տարածաշրջանի, ամբողջ տարածաշրջանի համար լուրջ վտանգ են, որովհետև շատ նույնական են իրենց եւ խոսույթները, եւ ռազմավարությունները, եւ մարտավարությունները, իրենք հասկանում են, որ այստեղ կա նաեւ զուգակցված գործողություն։ Եվ այս առումով կարծում եմ անընդհատ շարունակաբար նաեւ այս խոսույթը առաջ մղելը շատ կարեւոր է։